որ դուք եք ստեղծել ճգնաժամ, մի հատ էլ բան եք անում, գլուխ եք գովում, որ հաղթահարել եք այդ ճգնաժամը։ Ուրեմն պարոն վարչապետ, ես վստահ սա շատ երկար թեմա է, նախ խոսել ենք, հələ շատ կխոսենք, քննարկվի, բայց ուզում եմ ինչքան էս եթերի ֆորմատը թույլ է տալիս, այդ նրբությունները գուցե դուրս մնան բանից, քննարկումից, բայց նաև ընդհանուր գծերով ասեմ, այն ամեն ինչին մենք բախվել ենք, տասնամյակների, եթե չասեմ դարերի, հայ քաղաքական մտքի ուրեմն սխալ ընթացքի կամ սխալ ընտրության կամ սխալ հետևությունների հետևանքա։ Մենք ինքներս, դուք առիթ ա եղել ասել եք դուք էլ անձամբ, ես էլ անձամբ, վստահ եմ մեր թիմի ճնշող մեծամասնություն, բոլորը մեր ընտանիքի անդամները, շրջապատ, մենք բոլորս եղել ենք շատ որոշակի կոնկրետ մի քաղաքական մտքի գրող, երբ որ դա ես չեմ ասում, ասենք, մեր հանրության ներքին կյանքը կազմակերպելու բան, բայց արտաքին հարաբերությունների մասով, հատկապես գիտեք, լավ արտաքին հարաբերությունների չէ, պատմական Հայաստան, իրական Հայաստանն այդ խոսույթի բանում, մշտապես եղել է այդ հոգեբանություն, այդ տրամաբանությունը մեր քաղաքական մտքի մեջ, որ ունեցանք Հայաստանի Հանրապետությունը, բայց դա մեզ քիչ է, դա մենք ավելին ենք արժանի, մենք իհարկե եւ արդարաբար պատմության ընթացքում ունեցել ենք եւ ավելի մեծ տարածքով պետություններ եւ պետականություններ եւ ունեցել ենք սա բայց եղելա որ չենք ունեցել եւ հիմա մեզ շանս է տրվել, ես էս միտքը անդադ սիրում եմ կրկնել, երկիր մոլորակի վրա ապրում են 10,000-ի կարգի, տարբեր հաշվարկներով 8-ից 12,000 ազգեր, 10,000 ազգ եւ ընդամենը 200-ը այդ 10,000-ից ունեն պետություն եւ մենք այդ երջանիկներից ենք, այդ 200-ից մեկն ենք, որ ունենք պետականություն եւ մեկը, չգիտեմ, ինչ որ հոգեբանական բարդությունների պատճառով դա մեզ բավարար չի, դա մեզ քիչ է, մենք ուզում ենք մեր այն մեծ հին պատմական Հայաստանը, որը ոչ մեկ չի շղթում, եղել է, դա մերն է եղել, բայց հիմա մենք երկու տարբերակ ունենք, կենտրոնանալ իրական Հայաստանի վրա եւ պահել, զարգացնել եւ ապրել երջանիկ մեր հայրենիքում, Հայաստանի Հանրապետություն, կամ շարունակաբար տասնամյակներով եւ հարյուրամյակներով էլի մի սերունդ դնենք ինչ որ մի անիրատեսական երազի զոհասեղանին, հետո էլի մի սերունդ, հետո մի սերունդ էլ ուղակի փախնի Հայաստանից, որտեվ չի ուզենա հայտնվի զոհասեղանին, հիշենք մեր արտագաղթ ամենասարսափելի պրոբլեմը ոչ թե հիշում եք 90-ականներ, 2000-ականները, պրոբլեմը ոչ կենցաղային էր, ոչ էլեկտրաէներգիայի անջատումները, ոչ պրոբլեմը այն էր, որ մարդիկ չէին ուզում մեռնել, ուզում էին ապրել երջանիկ եւ սովորական մարդու կյանքով։ Չգիտեմ, ընտանիք կազմել, սիրվել, երեխաներ ունենալ, ավտոմեքենա առնել, տուն ունենալ եւ այլն։ Հիմա մենք բոլորս, ես փորձեցի համառոտ ներկայացնեմ բան այդ պատմականի կոնցեպտը։ Մենք բոլորս եղել ենք այդ քաղաքական մտքի գրողը եւ հետեւաբար Հայաստանի Հանրապետությունը եւ աշխարհասփյուր հայությունը այստեղ տեղին է օգտագործել։ Ամեն ինչ արել են, որ այդ ճգնաժամը գա եւ մի օր այդ փուչիկը պայթի։ Մեզ թվացել է մենք ապրում ենք, մենք ինչ որ համակեցության, կյանքի բան ենք, պայման ենք գտել եւ այդպես նորմալ ապրում ենք։ Ոնց որ ստացվեց մի տասնամյակ էլ, 2 էլ, 3 էլ, բայց մի օր այդ փուչիկը պայթեց։ Հիմա այդ փուչիկը անխուսափելիորեն էր պայթելու։ Դա արդեն ակնհայտից ակնհայտ է։ Ավելին ասեմ, գծված էր նենց, որ մի օր պայթի։ Մենք բոլորս հավաքական իմաստով մնա Հայաստան հայկական պետական եւ դաթարի այլևս գոյություն ունենալ Հայաստանի Հանրապետություն։ Միանշանակ այդ է սցենան։ Այո, այստեղ պետք է խոստովանել, որ հիմա ինչ որ առումով էլ մեղքը գցում ենք ամբողջ հանրույթի վրա, այդպես չի, մենք մեր մեղքը խոստովանում ենք, պետք է լինել այդքան իմաստուն, որ պայթելուց առաջ ասենք ժողովուրդ ջան, մենք հասկանանք, երկրորդ ասենք սա պայթելու է, այնպես ինչպես մենք սովոր ենք ապրել 30+ տարիներ, այդպես կյանքը չի շարունակվելու։